Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Ողջույն Նարեկ։ Տիկին Ղազարյան, Նիկոլ Փաշինյանի մրցակիցների բանակը գնալով բազմանում է, Արման Թաթոյանը հայտարարեց քաղաքականություն մտնելու մասին, միասնական թևեր քաղաքական նախաձեռնությունը հիմնադրեց, ըստ էության սա ընտրություններին առաջ նաև կդառնա կուսակցություն եւ կպայքարեն ձեր դեմ։ Արդեն միացել է Սամվել Կարապետյանը, Քոչարյանն է արդեն կանխատեսումներ արել, դուք նախկին ՄԻՊ-ի մրցապայքարի մեջ մտնել ինչպես եք մեկնաբանում։ Շնորհակալություն հրավերի համար Նարեկ, նախ թույլ տուր նույնպես մեր դիտողներին հորդորել, որ բաժանորդագրվեն քո ալիքին, հավանեն եւ տարածեն եւ գնահատեն քո կատարած աշխատանքը այդպիսով գոնե առայժմ, հա, ոնց հասկանում եմ, դեռևս այլ տիպի աջակցության կարիք չունես, բայց կարծում եմ անկախ լրատվության համար այսպիսի հարթակները շատ կարեւոր են Ես եւ հույս ունեմ, որ դուք նույն հորդորով շնորհակալ կդիմեք նաև, ես հույս ունեմ, որ դուք նույն հորդորով կդիմեք նաև ԿՊ խմբակցության որոշ անդամներին, որոնք անհանդուրժող են սուր եւ քննադատական հարցեր հնչեցնող լրագրողից նկատմամբ, բայց բուն բովանդակության անդրադառնանք։ Եթե լրագրողը խոսքի ընթացքում կեղծ պնդումներ չի անում կամ վիրավորանք չի օգտագործում, ես կարծում եմ պետք է լինենք հանդուրժող առաջ անցնելով մեր մրցակիցներին։ Ես ուրախ եմ, որ հայաստանյան քաղաքական դաշտը բազմազան է, որ շատ մարդիկ են մասնակցում ընտրություններին, քաղաքացիները ավելի լայն հնարավորություն ունեն ընտրության, սակայն պետք է թերևս ուշադիր լինենք հասկանալու համար, թե որն են այս դերակատարների առաջարկների տարբերությունը։ Ես չհասցրի ցավոք սրտի մեր նկարահանման բերումով լսել պարոն Թաթոյանի ասուլիսը, խոստանում եմ լսել, որովհետև մինչ այս պահը ես դեռևս չեմ հասկացել, թե որն է նրա քաղաքական առաջարկի բովանդակային տարբերությունը Սերժ Սարգսյանի քաղաքական առաջարկից պայմանականորեն կամ այդ եռանախագահության Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, գումարած Սամվել Կարապետյան արած առաջարկից, որովհետև նրանց քաղաքական առաջարկը միասնական է, ինչքան նրանք տարբեր, ուրեմն տարբերակված անձնական պատճառներով կամ քաղաքական պատճառներով տարբերակված են ուրեմն հանդես գալիս, բայց իրենց առաջարկը միասնական է։ Առայժմ ինձ մոտ տպավորություն է, որ Թաթոյանը նույնպես այդ գծի մեջ է քաղաքական առաջարկի առումով, եթե դուք լսել եք եւ ունեք գոնե մի քաղաքական միտք առանձնացրել եք, որ նրան տարբերակում է մնացած դերակատարներից, ես սիրով կլսեմ։ Նախ նրանք հասարակությանն են միավորելու եւ այդպիսով շարժվելու են առաջ։ Դուք եկել եք, Հասկացա։ պարակտել եք, սև ու սպիտակի եք բաժանել, հիմա մեզ միասնություն է պետք, ինչը պարոն Թաթոյանն առաջարկում է։ Հասարակությանը թե քաղաքական ուժերին, էս էլ է հետաքրքիր։ Հասարակության միասնական ջանքերը միավորելու հանուն օրակարգով էլ շարժվելու ենք առաջ։ Նարեկ, իսկ ասես մի քաղաքական ուժ, որը չունի իր ծրագրային դրույթների մեջ հասարակությանը միավորելու դրույթ։ Ես նույնիսկ եթե չեմ սխալվում, ՀՀԿ համագումարի բանաձևներ սա, եւ հետեւաբար երևի թե տեղին են այն պնդումները, որ պարոն Թաթոյանը այնուամենայնիվ Սերժ Սարգսյանի պրոյեկտն է։ Շատ միանման են էլի, եթե այլ բովանդակային տարբերություն կա, հետաքրքիր կլիներ իմանալ, ցավոք սրտի չեմ հասցրել լսել, իհարկե այն բանի բերումով, որ քաղաքականությամբ ենք զբաղվում, պետք է բոլոր դերակատարների առաջարկներին ծանոթ լինենք, հույս ունեմ որևէ առաջարկ կհնչի, որևէ քաղաքական բովանդակային միտք կհնչի եւ դրա շուրջ կարողանանք նաեւ բանավիճել, այս պահին առայժմ ես նրան կդիտարկեի միասնական փաթեթի մեջ։ Այսինքն ով հասարակության միավորում միասնականություն է առաջարկում։ Հասարակության միասնականության առաջարկը քաղաքական առաջարկ չի, Նարեկ։ Դա քաղաքական առաջարկ չի, դա կենաց է։ Որովհետև ժողովրդավարական հասարակություններում մարդիկ որոշակի բազմազանություն ունեն, տարբերակվածություն ունեն, տարբեր են մարդիկ, տարբեր նախասիրություն ունեն, քաղաքական, ոչ քաղաքական, տարբեր տիպի մարդիկ են։ Եթե միանմանություն չի, այլ միասնականությունն էլ շատ բան է, ոչ միանշանակ բառ է, շատ այնքան կենացային է, որ անհնար է քաղաքական մեկնաբանություն տալ դրան։ Եթե այլ եթե քաղաքական, այս բառը ասեմ, քաղաքական բովանդակություն կա, կփորձեմ արձագանքել։ Այլ վարչապետի թեկնածու էլ կա, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է նաև
ձեր դեմ պայքարի դուրս եկել, այսինքն արդեն քաղհասարակությունն էլ, որը կողմ էր իշխանափոխությանը 18 թվականին, որը լիքան արտարություններ է տեսնում, հիմա նաև ձեր դեմ են սկսել պայքարել, ինչ այնպես չարեցիք, Տիկին Ղազարյան, որ արդեն քաղհասարակությունն է թողնում իր գործը եւ մտնում քաղաքականություն։ Նարեկ, իմ կարծիքով սա նույնպես լավ լուր է, որ իրենց երկար ժամանակ քաղաքասարակություն դիրքավորած քաղաքական գործիչները նույնպես վերջապես մտնում են ֆորմալ քաղաքականություն։ Ես Տիկին Կարապետյանցի առանձին վերցրած հարցազրույցներ եւ ելույթներ չեմ լսել, բայց այն բանի բերումով, որ Պարոն Միսկարյանը իմ տեսադաշտում է, ժամանակ առ ժամանակ տեսնում եմ, որ նրանք այնուամենայնիվ ինչ որ քաղաքական առաջարկ ունեն եւ այդ քաղաքական առաջարկը վերաբերում է կառավարման համակարգին, որը պետք է արտացոլվի սահմանադրական փոփոխություններով եւ ես համարում եմ սա հետաքրքիր բովանդակություն, որի շուրջ արժե քաղաքական խոսակցություն ունենալ, մանավանդ որ մենք նույնպես նախաձեռնել ենք սահմանադրական փոփոխությունների գործընթաց կամ նոր սահմանադրության ընդունման գործընթաց, որտեղ իհարկե բովանդակային լրջագույն փոփոխություններ ու քննարկումներ են տեղի ունենում այս պահին այդ թվում եւ քաղաքասարակության ներգրավմամբ, ինչպես գիտեք, եւ սա օրինակ ես կհամարեի բովանդակային խոսակցության հնարավորություն ի տարբերություն ձեր ասած նախորդ դրվագի եւ հույս ունեմ ավելի հանգամանալի առիթ կունենամ ծանոթանալ պարոն Միսկարյանի առաջարկին, որովհետեւ նա եւ Տիկին Կարապետյանցի, որովհետեւ նրանք կարծես թե ասում են, որ սահմանադրական շարժում են սկսում կամ սահմանադրականության շուրջ է իրենց խոսակցությունը եւ հետեւաբար սա ինստիտուցիոնալ ավելի համակարգային եւ քաղաքական մոտեցում է։ Ես սա այս քաղաքական ուժին չէի դասավորի այն նույն դարակում, այն նույն փաթեթի մեջ, որտեղ այդ կենացներն ու միևնույն քաղաքական առաջարկի փաթեթի շուրջ է ընթանում ամեն ինչ, այլ կդիտարկեի առանձին եւ միգուցե հետաքրքիր խոսակցություն ստացվի այս պահին շատ ասելիք չունեմ այն պարզ պատճառով, որ դեռևս հանգամանալի ծանոթ չեմ, բայց մեծ հնարավորություն եմ տեսնում։ Դուք մտավախություն չունեք, որ ընդդիմությունը կմիավորվի եւ ձեզ լավագույն դեպքում ընդդիմադիրի կարգավիճակ խորհրդարանում բաժին կհասնի, ինչպես Գյումրիում ականատես եղանք։ Քոչարյանն այդ սցենարը առաջ քաշում օրերս։ Քոչարյանի առաջ քաշած սցենարում ինքը եւ իրենց ձևով շարժումն էին, որը կարծես թե ի սկզբանե, երբ որ քաղաքական դաշտում հայտ էր ներկայանում էր որպես որևէ մեկի հետ չափիլացված ուժ, սակայն Քոչարյանը բացահայտեց, որ իրենք համատեղ են իրենց օրակարգերում եւ կարող են այդ օրակարգի մեջ այնքան համախոհություն գտնել, որ կոալիցիա կազմեն, եթե դրա հնարավորությունը լինի։ Այդ ձեր նշած նախորդ դեպքերի կապակցությամբ շատ հետաքրքիր կլիներ իմանալ, արդյոք օրինակ, այսօր ասուլիսա տվե պարոն Թաթարյան, չգիտեմ դուք այնտեղ եղել եք թե չէ, արդյոք օրինակ ինքը այդ սցենարի դեպքում պատրաստ կլինի պայմանական, հա, եթե օրինակ տարբեր ուժեր չունենան 50 գումարած եւ իր ձայնից կախված լինի, ինքը կհամագործակցի քաղաքացիական պայմանագրի հետ, թե Քոչարյանի հետ։ Իմ տպավորությամբ անշուշտ նա կհամագործակցի Քոչարյանի եւ մնացած բոլոր նախկինների հետ, ինչքան էլ դա ծեծված նախադասություն հնչի։ Չգիտեմ նաեւ դիրքորոշումը ձեր նշած մյուս քաղաքական ուժի կապակցությամբ, թեև ես գիտեմ, որ դաշտում կան բազմաթիվ այլ գուցե ավելի փոքր, ավելի նոր թարմ քաղաքական ուժեր, որոնք դեռևս չեն հասցրել քաղաքի բոլոր բիլբորդները նվաճել եւ մամուլի ասուլիսներով հանդես գալ, բայց իրենք նույնպես շատ կարեւոր է այս հարցում նույնպես քաղաքական դիրքորոշումներ ունենալ, իմանալ թե քաղաքական դերակատարներից որոնք ում հետ համագործակցության պատրաստ կլինեն եւ ում հետ ոչ, այս պահի դրությամբ քաղաքացիական պայմանագիրը իր արժեվ թիրախ է դրել 50+% ունենալու ընդհանուր սահմանադրական մեծամասնություն, որովհետեւ մեր քաղաքական օրակարգը սահմանադրական փոփոխություններ անելն է եւ մենք այդ առաջարկով հանդես ենք գալու նոր սահմանադրության ընդունման առաջարկով հանդես ենք գալու նաեւ նախընտրական շրջանում եւ սա կլինի մեր քաղաքական առաջարկը, որի համար մենք կարիք ունենք քաղաքացիների սահմանադրական մեծամասնության քվեի եւ այդ քվեն է, որ մեզ այդ վստահությունը տալու է առաջ գնալու այդ ճանապարհով, հետեւաբար մեզ համար սա շատ կարեւոր է եւ մենք կփորձենք հնարավորինս մատչելի նախընտրական շրջան բացատրել այդ անհրաժեշտությունը, բայց շատ լավ կլինի, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում ձեր լրագրողների օգնությամբ, դիրքավորվեն
որևէ օրակարգի շուրջ, որովհետև կան դաշտում օրակարգերի եւ դրանց շուրջ դիրքավորման անհրաժեշտություն կա, ինչպես նաեւ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների շուրջ, որովհետև առնվազն մեկ ուժ այս պահին ասել է դա քաղաքացիական պայմանագիրն է, որ շարժվելու է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, եւ երկու ուժ ասել են, որ չեղարկելու են օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, իր փոխնախագահի շուրթերով Արմեն Աշոտյանի նկատի ունեմ եւ մյուսը Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն է, Իշխան Սաղաթելյանի կողմից ասվել է, որ իրենք չեն շարունակելու օգոստոսի 8-ի ուղղությամբ աշխատանքները, այսինքն չեղարկելու կամ վերաբանակցելու են կամ փոփոխելու են կամ ձգտելու են փոփոխել տարբեր ձևակերպումներով։ Հիմա այս պահին օգոստոսի 8-ի վերաբերյալ եւ խաղաղության գործընթացի վերաբերյալ այս երեք դիրքորոշումները կան եւ Նարեկ, ես կարծում եմ դու ինձ հետ համաձայն կլինես, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար քաղաքական ընտրություն կատարելիս շատ կարեւոր է լինելու իմանալ, թե Հայաստանի անվտանգային միջավայրի վերաբերյալ, խաղաղության օրակարգի վերաբերյալ քաղաքական ուժերից որը ինչ դիրքորոշում ունի եւ ըստ այդմ որոշում կայացնել, որովհետեւ ես կարծում եմ այն մարդիկ, ովքեր որևէ դիրքորոշում չեն հայտնի այս հարցերի վերաբերյալ, պարզապես դուրս կմնան քաղաքական գործընթացներից։ Իմ Ղազարյան, դուք ինչու 2018-ին խաղաղության օրակարգի մասին չէիք խոսում։ Նարեկ, որովհետև բավականաչափ, օրինակ իմ մասին եմ ասում, բավականաչափ տեղեկացված չեմ եղել 2018-ին, թեև մեր թիմում եղել են մարդիկ, ովքեր եղել են տեղեկացված եւ ովքեր խոսել են այդ մասին։ Թե խաղաղություն կար, երբ որ եկաք իշխանության եւ խաղաղության օրակարգ առաջ բերելու Ոչ, նայեք, մենք պարզապես ինչպես գիտեք, Լևոն Տեր-Պետրոսյանը այս մասին շատ լավ ձևակերպել է, ասում է, որ մոտավորապես 6 հոգի Հայաստան փորձագիտական մակարդակով գիտի, թե ինչ է տեղի ունենում Ղարաբաղյան հարցի շուրջ եւ իրականում հենց այդպես էլ անհասկանալի, ինձ համար առնվազն ենթադրում եմ ձեզ համար նույնպես անհասկանալի կամ քողարկված, այսպես ծխածածկույթով բանակցություններ եւ խոսակցություններ են ընթացել եւ հիմա է միայն հենց այս պահին Հայաստանի բոլոր քաղաքացիները կարելի է ասել ցանկության դեպքում իսկ մեծամասնություն նույնիսկ առանց մեծ ջանք գործադրելու փորձագիտական մակարդակով գիտեն կոնֆլիկտի բոլոր մանրամասների մասին ցավոք սրտի դրա համար եւ ժամանակներ ուժ եւ չափազանց շատ զոհողություններ ունեցավ Հայաստանի ժողովուրդը, որպեսզի կարողանա այդ իրողություններին առերեսվի 2018-ին այդ օրակարգով չներկայանալը դրանով է պայմանավորված եղել, բայց ես այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ 2019 թվականին, երբ մենք արդեն խորհրդարանում էինք, մեզանից շատերը ոչ ամբողջությամբ, բայց որոշակիորեն հարաբերվելով խնդրին, փորձել են խաղաղության օրակարգով հանդես գալ եւ ես օրինակ մեկը ես եմ, ես հիշում եմ իմ առաջին հարցազրույցը, որը եղել է հենց խաղաղության օրակարգի շուրջ եւ ես այլ բառ չեմ կարող գտնել այս պահին ասելու, քան լրացվել է, ես լրացվել եմ դրա այդ խոսակցությունը առաջ տանելու միգուցե բավականաչափ կամ քաղաքական փորձառություն եւ հմտություն չեմ ունեցել, բայց ես հիշում եմ, որ այդպիսի խոսակցությունները պարզապես սաբոտաժի են ենթարկվում, ընդ որում շատ բազմակողմանիորեն։ Այսինքն ոչ միայն այսպես ասած նախկինների, այլ նաև շատ դերակատար պրոհեղափոխ։ Դուք որ ասում եք օգոստոսի 8-ով եք գնալու ընտրություններին, դա 0 է։ Ոչ մի բան է Հայաստանի համար, ըստ Ռոբերտ Քոչարյանի։ Դա ձեր դիրքորոշումն է, Նարեկ, Ես տվեք վերջացնեմ, եթե կարելի է։ Այն հանդուրժողականությունը, որ ցուցաբերվում էր, հենց դրա մասին էինք խոսում հաղորդման սկզբին։ Դա Ռոբերտ Քոչարյանի գնահատականն ասում է, որ դեկոր էր Նիկոլ Փաշինյանը, այնտեղ կար նկար, պատ, ժամացույց, բաժակ եւ Նիկոլ Փաշինյան օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Եվ հիմա դուք ինչ եք ուզում, որ ես արձագանքեմ։ Հիմա ինչու է նախ ձեր քաղաքական ղեկավարը այնտեղ ինչպես Ռոբերտ Քոչարյանն է պնդում դեկորի կարգավիճակով եղել, ինչու է մեկ լուսանկարի համար Թրամփի հետ մեկ ստորագրված թղթով լուսանկար ունենալու համար ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ասում միջանցք տվել եւ ինչու է 0 օգուտ բերել Հայաստանին Վաշինգտոն հասնելով։ Ես իհարկե նկատում եմ հեգնանքը ձեր հարցերի մեջ, բայց երևի թե պետքա ես լուրջ արձագանքեմ, հա, այդ մարդու ասածներին։ Ես ուզում եմ
չգիտեմ, ուշադրություն հրավիրել նրա վրա, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյան բանակցել եւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը դարձրել սակարկության առարկա, որովհետեւ ինքը մտածում է, որ ինքը թույլ տվեք այս բառով ասել շուստրի բանակցող է եղել եւ այդ շուստրիությունը կարծես թե փորձում է փաթաթել հայ ժողովրդի վրա հերթական անգամ այն տրամաբանությամբ, որ եթե չեմ սխալվում հրապարակ օրաթերթի հարցինի պատասխան Քոչարյանը ասաց, որ ինքը մի հատ այդ ավելի լայն միջանցքի, ավելի մեծ միջանցքի գաղափարը առաջ կքաշի, որը անընդունելի կլինի Ադրբեջանի համար եւ Ադրբեջանը կմերժի Միացյալ Նահանգներին եւ ամբողջ ծրագիրը կձախողվի։ Սա բաններ, իր քաղաքական հանճարեղ պլաններ, թե ինչպես պետք է վարվել օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների վերաբերյալ եւ այնպես էր խոսում, ասես Հայաստանի Հանրապետությանը պարտադրված օրակարգի մասին է խոսում, ոչ թե այն օրակարգի, որի հետևից Հայաստանի Հանրապետությունը համառորեն եւ հետեւողականորեն տարիներ շարունակ գնացել է օգոստոսի 8-ին մենք ստացել ենք այն, ինչին ձգտել ենք տարիներ շարունակ, թեկուզ ոչ ամբողջությամբ, բայց գոնե մասամբ, եթե դուք հիշեք 2021-22 եւ նույնիսկ 23 թվականները կհասկանաք, որ եւ համեմատեք այս իրավիճակի հետ կհասկանաք, որ այն ճանապարհը, որով մենք գնացել ենք, արդյունավետ է եղել ի տարբերություն այն բոլոր ճանապարհների, որոնցով մեզ տարել են նախկին ճկուն ճարպիկ բանակցողները, ովքեր ամեն ինչ արել են, որպեսզի ի վերջո ամեն ձև կարողացել են ստեղծել իրավիճակ, որպեսզի Ադրբեջանը ի վերջո հրաժարվողի դերում լինի, բայց տրամաբանությունը կոնֆլիկտի շարունակականությունները եւ կոնֆլիկտի անվերջությունը, ինչը հանգեցրեց մեզ 44-օրյա աղետին, եւ եթե Ռոբերտ Քոչարյանի գնահատական օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների վերաբերյալ դա է, ապա հաջորդ տարվա հունիսին մենք կտեսնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գնահատական թե Ռոբերտ Քոչարյանին, թե օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին, ես վստահ եմ։ Բայց Տիկին Ղազարյանը վերընտրվելու հարցում իդեպ, որը Քոչարյանը 0 է համարում ձեր վերընտրվելը։ Ամեն ինչ 0 է Քոչարյանի ուղեղում։ Ահա։ Հիմա դուք ձեր հույսը Նիկոլ Փաշինյանի հույսը օգոստոսի 8-ի պայմանավորվածություններն են, որ Ալիևը օրվա մեջ մի քանի անգամ Զանգեզուրի միջանցք է անվանում, թե այն որ էլի մարդկանց Քոչարյանով վախեցնելու եք եւ քվեներ ստանաք։ Որն է ձեր հույսը։ Նարեկ, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է, չէ՞, այս պետության նախագահն է եղել, եթե չեմ սխալվում, եթե իրական ուրիշ ֆունկցիա կատարելիս չի եղել։ Ռոբերտ Քոչարյանը 2-3 ժամվա մեջ քանի անգամ հասցրեց ասել միջանցք։ Հաշվել եք։ Տղան ձեր գործընկերն է, խորհրդանում Ավելի շատ անգամ հարցրեց, չէ, կարանք նստենք հաշվենք, քանի որ ուղիղ եթերում ավելի շատ ասեց, քան Ալիևը իր ամբողջ կյանքի ընթացքում։ Գիտեք ինչ կա, եթե մենք ակնկալում ենք, որ մյուս երկրների ղեկավարները մեր պայմանավորվածությունների կամ մեր նկատմամբ խոսույթի վերաբերյալ ավելի ուշադիր պետք է լինեն, վատ չէր լինի, եթե Հայաստանի Հանրապետության համար պատասխանատու եղած մարդիկ, ամբողջ հանրապետության համար պատասխանատու եղած, հասկանաք, նա նախագահն է եղել։ Պատասխանատու եղած մարդիկ այդ նույն այսինքն մինչև Ալիևին ինչ-որ բան ասելը, ես պետքա շրջվեմ, տեսնեմ իմ շուրջը ինչա կատարում, իսկ իմ շուրջը կատարում է Ռոբերտ Քոչարյան։ Այսինքն բանը Ռոբերտ Քոչարյան կարա մի հարցազրույցի ընթացքում մի քանի 100 անգամ ասի միջանցք, իսկ բանը հետո պատտվի եւ բանը ներվի, որ այդ բանը այդ նույն բառը օգտագործել է Ալիևը։ Ես կառաջարկեի մի հատ սկզբում մեր տան ավգյան ախորները մաքրել, հետո անդրադառնալ մնացած հարցերին։ Իսկ ինչ վերաբերում է թե մեր վերընտրվելու հույսը որն է, մեր վերընտրվելու հույսը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ողջախոհությունն է, մենք նրանց առաջարկելու ենք խաղաղության օրակարգը, ցույց ենք տալու այդ ճանապարհը, թե ինչպես ենք հասնելու խաղաղության, վերջնական խաղաղության, ցույց ենք տալու այն ճանապարհը, թե ինչպես Հայաստանի Հանրապետության նորանկախ պատմության ամենաճգնաժամային օրերից հասանք կայունության եւ ինչպես է շարունակական լինելու, անվերջ լինելու այդ խաղաղությունը, եթե մեզ վստահվի մանդատը կառավարման։ Դե տեսեք հիմա Տիկին Ղազարյանը Քոչարյանը բախեցնելու թեման լուրջ չեմ համարում, էլի։ Այդ երկրորդ բաղադրիչը։ Տեսեք, Տիկին Ղազարյան, եկե հասել ենք ընտրությունների բերան, դուք վերցրել եք ձեր նախընտրական ծրագիրը, ասում եք դե բա էս եղավ Ամերիկայում, այն մի Ռուսաստանում ընդեղ կռիվ սկսեց, Թուրքիան էս բանն արեց, Ադրբեջանը էս, դե ժողովուրդ ջան, էսա չեն կարել ինչ խոսք տվել են 21-ին։ Հիմա մարդկանց մոտ հարց առաջանալու, այս մարդիկ խաղաղություն են ասում,
ոնց այն ժամանակ Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիային ասում։ Հիմա գա հասնի 29-26-ին, հա, եւ մյուսը լինելու է 31-ին, գա հասնի 31 թվի ընտրությունների բերան, կանգնեք ասեք դե Մոզամբիկում էս եղավ, Մադագասկարում էս եղավ, հələ տեսեք համաշխարհային քաղաքականությունում ինչ փոփոխություններ են եղել, մենք մեր ծրագիրը չարեցինք։ Դուք այդ խոստում, այդ բանով եկելի նախընտրական ծրագիր ներկայացնելու ժողովրդին, ոնց 21-ին ներկայացրեցիք։ Հրաշալի օրինակ բերեցիք Նարեկ, շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ այս օրինակը բերեցիք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնականաբար այնքան նաիվ չեն, որ որևէ մեկի կենացներին կամ ճառերին հետևեն, այլ հետևում են տեղի ունեցող իրադարձություններին ընդհանրապես ամբողջ աշխարհում, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնպես տեսնում են, որ մենք գտնում ենք մի իրավիճակում, որ բազմաթիվ քաղաքագետներ անվանում են երրորդ համաշխարհային պատերազմ, որտեղ մեր շուրջը, մեր տարածաշրջանում ամեն ինչ վառվում է ու պայթում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարողացել է այնքան ճկուն, միգուցե ոչ այնքան հետևողական, որքան թվացել է, թե պետք է լիներ բանի նախընտրական ծրագրի բերումով, բայց այնքան ճկուն եւ կոնկրետ է եղել իր դիրքորոշումներում, այնքան կարևորել է խաղաղությունը, որ Հայաստանի Հանրապետության շուրջ կարողացել է այս քաոսային իրավիճակում կայունություն ստեղծել, այն իրավիճակում, որը դուք նկարագրեցիք, այսինքն մեզանից հյուսիս պատերազմը, մեզանից հարավ ռմբակոծություն է, մեզանից աջ ու ձախ իրադարձություններ են, պայթյուններ են, հեղափոխություններ են, իսկ Հայաստանի Հանրապետությունում կայունություն է, եւ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ժողովուրդը սա տեսնում են եւ գնահատում են։ Իհարկե կարող են որոշակի չհամընկնումներ լինել, բայց իրենք հասկանում են, որ եթե օրինակ կառավարությունը իր նախընտրական ծրագրի բերումով քաղաքական հետևողականությունը նախընտրեր Հայաստանի Հանրապետության բարեկեցությանը, բարօրությանը ու Հայաստանի Հանրապետության խաղաղությանը, կարող էր Հայաստանի Հանրապետություն պարզապես այդ բանի տափակ բանի մղման համար, որ պետք է քաղաքական հետևողականություն եւ սկզբունքայնություն շակերտների մեջ ցուցաբերել, որպիսի հանկարծ մեզ վերջում չասեն, որ ձեր նախընտրական ծրագրի մեջ այսեր գրված այն արեցիք, ամբողջ երկիրը վնասել, եւ ես կարծում եմ, որ դա նույնպես կգնահատեն Հայաստանի Հանրապետության գիտակցելով եք գրել, մի րոպե, ոչ, Նարեկ, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դա էլ ավելի բարձր կգնահատեն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ իշխող կուսակցությունը չի արել բաներ, արկածախնդրության չի գնացել, այլ այսպիսի մեղադրանքներ չլսելու համար չի գնացել արկածախնդրության։ Գրել է Հայաստանի Հանրապետության պետականությանը վնասող, ըստ ձեր ասացի տրամաբանության ստացվում է Հայաստանի Հանրապետության պետականությանը վնասող բաներ եք գրել ձեր նախընտրական ծրագրում։ Նկատի ունենալով այն ամբողջ կոնտեքստը, որը դու նկարագրեցիր, այսինքն իրադարձություններ, որոնք կախված չեն մեզանից, նկատի ունենալով այդ ամբողջ կոնտեքստը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն ինչ արել է, որպեսզի այդ ամբողջ կոնտեքստում Հայաստանի Հանրապետությունը կարողանա պահպանել կայունությունը։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձեր նախընտրական ծրագրի ինչ որ դրույթներ իրականացնելու համար, որպեսզի հետո մյուս նախընտրական շրջանում իրան հանկարծ չասեն այդպես դու ես գրեցիր, այն չարեցիր, այդպիսի արկածախնդրությունների գնալ, այս կայունությունը մենք չէինք ունենա։ Իհարկե մենք կունենայինք կառավարություն, որին կասեն, հա, ճիշտ է, դուք բանը ոնց գրել էիք, տենց էլ արեցիք, մինչև վերջ հետևից գնացիք, բան ու ոչինչ որ տակապայտություն չմնաց եւ հաջորդ ուղղակի հաջորդիվ էլ ընտրություններ չեն լինի, այն պարզ բերումով, որ պետություն ու պետականություն չկա։ Ոչինչ, կարևորը դուք գնացիք, կներեք, բայց մեզ համար այդ հարցերի սրությանը դիմադրելու այդքան դժվար չէ, ինչքան Հայաստանի Հանրապետության պետականության զոհասեղանին դնելու այդ առաջարկներն ու հրավերները։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքական նորակարգին, որի մասին դուք խոսում եք, Շուշիի, Հադրութի թեմաները բանակցային սեղան բերել եւ բանակցային նորակարգ դարձնելը, դա այն նույն տրամաբանությամբ է գրված, որով մեզ այսօր առաջարկում են, որ մենք պետք է բանակցային խորք ձեռք բերենք։ Եկեք ասում եմ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը դնենք, ոչ թե որովհետև մենք այդպես ենք ուզում, այլ որպեսզի բանակցային խորք ունենանք, որից հրաժարվենք։ Այո, ժամանակի ընթացքում ոճը մեր արտաքին քաղաքականությամբ զբաղվելու փոխվել է եւ պետք է նկատի ունենալ, որ այն ոճը, որի մասին խոսում ենք, այսինքն որը գրված է եղել նաեւ մեր նախընտրական ծրագրում, դարերով
ձևավորված կամ առնվազն տասնամյակներով ձևավորված արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մշակույթ է եղել եւ մենք նաեւ իրական Հայաստանի հայեցակարգով այդ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մշակույթի փոփոխության առաջարկի մասին ենք ներկայացնում մեր ժողովրդին եւ վստահ ենք, որ աջակցություն կգտնենք։ Տիկին Ղազարյան, վերադառնալով ձեր մրցակիցներին, նոր ճակատ է, այսպես ձևավորում կամ դեռ ձևավորման փուլում է Սամվել Բաբայան, Արթուր Վանեցյան միավորում, ինչպես եք սա մեկնաբանում։ Սամվել Բաբայանն ասում է, մենք մասնակցենք վաղ շաբաթի ընտրությունների ֆորմատում, եթե հաջողենք, ուրեմն արդեն համապետականում իրանց դեմ խաղ չի լինի ձեզ հեռացնելու։ Հասկացա, ինչպես բոլորի դեմ, այնպես էլ Պարոն Բաբայանի դեմ խաղ չի լինի։ Ես ճիշտն ասած տեսա, որ Civilnet-ը հրապարակում էր արել եւ գնացի այդ հարցազրույցի հետքերով, լսեցի, որ պարոն Բաբայանը այդքան միանշանակ չի պնդում, իհարկե ասում է, որ կփորձենք, կստացվի, կշարունակենք եւ ամենատարօրինակն էր, որ հայրենիք կուսակցությունը Արթուր Վանեցյանը հրաժարվեց Սամվել Բաբայանից եւ ոչ թե հակառակը, ամեն ինչ այնքան վատ էր այդ իրադրության մեջ, որ Վանեցյանը ասեց, ես Սամվել Բաբայանի հետ գործ չունեմ, բան իհարկե ինձ համար միշտ հետաքրքիր են եղել Հայաստանի այդ նախընտրական շրջանի տրանսֆերային պատուհանների բացումները եւ փակումները, ուշադրությամբ կհետևեմ ոչ միայն որպես դերակատարալ, նաեւ որպես հետաքրքրված քաղաքացի, որ միշտ այդ բաներով, այդ անցումներով եւ կոմբինացիաներով հետաքրքրված է եղել։ Ես սպառնալիք Սամվել Բաբայանի եւ Արթուր Վանեցյանի համագործակցության մեջ մեր նկատմամբ չեմ տեսնում։ Եթե իրենք փորձելու են իրենց միավորմամբ հաղթահարել շեմը եւ հայտնվել ազգային ժողովում, իրենց հաջողություն եմ մաղթում իրենց համախոհների հետ, թողնան ազգային ժողովում քաղաքական հարցերի շուրջ խոսենք, որովհետեւ ես չեմ կարծում, որ Արթուր Վանեցյան, Սամվել Բաբայան միավորումը քաղաքական հարց է, որի շուրջ պետք է ինչ-որ բան խոսենք։ Պետք է դրա տակ նաեւ քաղաքական բովանդակություն լինի։ Օրինակ ինչի շուրջ են իրանք միավորվել, հետաքրքիր է կարժի հարցնել, արդյոք Ղրիմը իրենց է համարելու շուրջ են միավորվել Սամվել Բաբայանը եւ Արթուր Վանեցյանը։ Արցախը, գուցե Արցախը մերը լինելու շուրջ են համախմբվել։ Հետաքրքիր է, էլի ուզում եմ ասեմ քաղաքական օրա, որտեվ հա երկու մարդ իրար հետ լավ են միացան, դա քաղաքական օրակարգ չի, ուզում եմ հասկանամ բովանդակությունը, որի չնայած իհարկե ավելի հավանական է, որ իրանք չեն պատասխանի այդ հարցին, բայց արժի մի հատ ճշտել, թե ինչ քաղաքական օրակարգի շուրջ են միավորվել, էլի։ Որ իմանանք ինչի հետ զրուցենք։ Իդեպ Վանեցյանը ավելի վաղ հայտարարել է, որ նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը հաղթանակ է տոնելու։ Վաղաշաբաթում ձեզ հաղթելու է։ Հիմա ինչ եք ուզում, որ ես արձագանքեմ դրան։ Եվս մեկ համայնք կկորցնեք եւ եւս մեկ Ասենք վաղաշաբաթի ընտրությունների եւ նոյեմբերի 16-ի լույս 17-ի ընդդիմադիր համայնքապետի հետևից կգնեք, ինչպես ընկել եք Վարդան Ղուկասյանի հետևից։ Գարիկ ջան, Վարդան Ղուկասյանի պատմությունը ես վստահ եմ, որ թե դու թե մեր հերոստատողներ շատ լավ գիտեն, թե ինչպես ինքը դատարանի դահլիճից դուրս եկավ, դե եւ դռների առջև ասեց, որ ես հեռացել էի քաղաքականությունից, որոշել էի ծերությունս վայելել, բայց քանի որ իմ 22 ապօրինի գույքերը ուզում եք հետ վերցնել ինձանից, ես նորից կվերադառնամ քաղաքականություն եւ կպաշտպանեմ իմ ապօրինի գույքերը եւ Վարդան Ղուկասյանի պատմությունը իհարկե շատ ավելի հետաքրքիր նյուանսներ ունի, բայց դա բաց թողնենք։ Հետեւաբար ինքը խաղում է այն խաղը, որ հնարավորինս փորձի ավելի քաղաքական լինել, այդ ավելի քաղաքականի մեջ ինքը հասկանում ավելի ուրեմն պրոռուսական է, որպեսզի դրան արձագանք ստանա, քաղաքական արձագանք ստանա եւ ասի օյ ինձ հալածում են իմ 22 ապօրինի գույքերը, որոնք մի քանի տարի է քննվում են, հիմա իմ ձեռքից խլում են, որովհետեւ ես որոշել եմ, որ մենք պետքա լինենք միութենական պետության մաս։ Էսա իր ամբողջ սցենարը շատ ճարպիկ քաղաքական գործիչ է, որ ողջունում եմ։ Բայց իհարկե ակնհայտ է այդ խաղը բոլոր քաղաքացիների համար։ Ինչ վերաբերում է վաղաշաբաթին, վաղաշաբաթ համայնքում մենք ունենք տեխնացու Արգիշտի Մեխակյանը դեռևս 2018 թվականին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, երբ որ ռեյտինգային էին ընտրությունները, առաջին հնգյակում է եղել իրեն քվեարկողների քանակով եւ այդ ձայների մեծ մասը եղել են վաղաշաբաթ եւ խոշորացված համայնքների քաղաքացիների ձայները, որովհետեւ ինքը դեռևս այն ժամանակ շատ մեծ հեղինակություն Ղազարյան, սա հիմա քարոզչության ժամ չի, արեք այլ թեմաների անդրադառնանք։ Ինչ անենք։ Բա մեր քարոզչության օրերն են, ինչ եք ուզում։ Դուք կգնաք ձեր ենթակայությամբ գործող լրատվամիջոցներով քարոզչություն կանեք կամ
կամ կօգտվեք վճարովի Եթե եթերազրույցի։ հարցնում եք վաղաշաբաթի ընտրություններից ինչ Բավական էր պատմեմ, այդքանը։ Դուք հասկացա։ Սիսակ Գաբրիելյանը լծվել եք եթերախոսքի ազատության սահմանափակման մի գործընթաց եք Օռանալի ստել, է, հա։ ուզում եք եթերազրկել շողակաթ հեռուստաընկերությունը։ Ինչու՞։ Հարցեր, հա, Ինչու՞։ հարց։ Դուք շարունակեք։ Շողակաթ հեռուստաընկերությանը եթերազրկելու որևէ մտադրություն չկա։ Նախագիծը վերաբերում է նրան, որ հանրային միջոցներից նվազագույնը 2 հեռուստաալիք կարող են ֆինանսավորվել եւ ես իմ անկեղծ իմ Դե ակնկալիքները ասեմ, ակնհայտ է, արեք ձևականությունները ես ակնկալում եմ, որ դա դա հաշվի կառնեն հանրային հեռարձակող խորհուրդն ու կառավարությունը եւ շողակաթ հեռուստաընկերությունը հանրային միջոցներից այլևս չի ֆինանսավորվի։ Ինչ չի նշանակում, որ շողակաթ հեռուստաընկերություն չի կարող Հետեք եթեր հոգևոր եւ մշակութային բովանդակությանը դուք։ Ինչը չի նշանակում, որ հեսա բովանդակության մասին էլ կխոսենք, ինչը չի նշանակում, որ շողակաթը չի կարող եթեր չունենալ, շողակաթը ունի ենթակառուցվածքներ, աշխատակազմ, չգիտեմ, բյուջե, որի 70%-ն ինքներ տրամադրում կարող է մասնակցել մրցույթին եւ ունենալ ոչ հանրային միջոցներով, այլ հանրային ենթակառուցվածքներով հեռարձակվող եթեր։ Նարեկ, քո ասած, երբ որ դու ասում ես, որ մենք եթերազրկում ենք շողակաթը, դա շատ նման է նրան, ոնց որ ասես, ես եթերազրկում եմ քեզ։ Եթե դու հիմա հանրային միջոցներով չես այս ալիքը պահում, դա նշանակում է դու եթերազրկված ես։ Չէ, այլ միջոցներ կան ալիքներ պահելու, իսկ ինչպես ծախսել հանրային միջոցները։ Սա շատ կարևոր հարց է, որը վերաբերում է քո ասած բովանդակությանը։ Ինչպես գիտես, նախորդ տարի կառավարությունը ստեղծեց հանրօգուտ հաղորդումների հիմնադրամ, որի միջոցով ինքը ֆինանսավորելու է մուլտիպլեքսի բոլոր հեռուստաալիքներին, անկախ իրենց քաղաքական Նորից դիրքով։ կասեք անունը։ Հանրօգուտ հեռուստա մեդիա արտադրանքի հիմնադրամ, եթե չեմ սխալվում, կարող եք այդ կառավարության նիստը գտնել նայել Վահագն Թևոսյանի հիմնադրամի նախագահն է մուլտիպլեքսի բոլոր ալիքներին, հեռուստա ալիքների հանրօգուտ բովանդակությունը ֆինանսավորելու է։ Հիմա կառավարությունը գալիս է մեզնից այդ հիմնադրամի համար չգիտեմ, ինստիտուտի փող ա ուզում, աշխատավարձեր ա ուզում, կոնտենտի փող ա ուզում, այսինքն ուզում ա, որ մենք բյուջե տրամադրենք։ Բայց սա հարցը առաջ եք բերել Նիկոլ Փաշինյան կաթողիկոս իրար չհանդուրժելու ֆոնին եւ այստեղ Արի մի հատ այդ հարցը հիշենք, որ հետ գանք, բայց այս Պատմեմ, ասեմ էլի, որ րոպե ա մնացել եթե կառավարությունը ուզում է, որ մենք մշակութային կոնտենտը ֆինանսավորենք, կառավարությունը պետք է կողմնորոշի, թե ինքը ինչ ճանապարհով է ուզում։ Մենք չենք կարող 38 հատ տող ունենանք մեդիայի մշակութային կոնտենտ ֆինանսավորելու։ Ինչ վերաբերում է նրան, որ սա այս հարցը առաջացել է եկեղեցու պետության վրա եկեղեցու արշավից հետո սա այդքան էլ արդար չի գոնե իմ նկատմամբ, որովհետև մեր նախորդ տարիների բոլոր բյուջետային քննարկումների ժամանակ 2 տարի առաջ, 3 տարի առաջ կարող եք դնել եւ նայել այդ եթերները։ Ես այդ հարցը բարձրացրել եմ։ Ես այդ հարցը բարձրացրել եմ դեռևս 2019 թվականին, երբ Հայաստանի Հանրապետության մի շարք հասարակական կազմակերպություններ դիմեցին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին Հայաստանի բարեփոխման ռազմավարություն ներկայացնելով, որտեղ այս խնդիրը իրենք նույնպես բարձրացրել էին այլ հիմնավորումներով այդ կազմակերպությունների անունները կարող եմ տալ ձեզ, դուք ինքներ ճշտ եք արդյոք իրենք դա արել են թե ոչ։ Եվ այս հարցը իմ օրակարգում ավելի վաղ է եղել։ Հիմա ավելի շատ փաստարկներ կան, բնականաբար ես ավելի լայն համախոհություն ունեմ իմ գործընկերների շրջանում եւ ավելի հեշտ է առաջ մղել այս օրակարգը։ Բարեբախտաբար շողակաթը հնարավոր կլինի փրկել, որովհետև Էդմոն Մարուկյանն ասում է, որ ձեզ իշխանությունից հեռացնելու հետո կվերաբացեն հեռուստաընկերությունը։ Այսինքն մարդիկ անհանգստացած են, չեն ուզում փակվի։ Ինչ ասեմ, ես Էդմոն Մարուկյանն արձագանքեմ, հա։ Դե չգիտեմ, ուղղակի չգիտեմ, նարեկ, նենց բան ես ասում։ Եթե ուզում ես հիմա կարիք չկա մեզ հեռացնել, որ վերաբացվի, հասկանում ես։ Կա ազատ սլոտ, շողակաթը կդիմի, վստահ եմ ինքը մրցունակալիք է եւ ոչ հանրային միջոցներից, այլ սեփական միջոցներով կհեռարձակվի բոլոր այն մարդիկ։ Պետք է այդ դեպքում լինի հանրային առաջին ալիք եւ լուրերի ալիք, որ երկուսը լրատվական մասով նույն բանն են հեռարձակում, բայց Այս համաձայն եմ քեզ հետ։ Մենք պարոն Մովսիսյանի հետ խոսել ենք, որ մեկը բան ավելի շատ մշակութային շեշտադրում ունենա եւ պակաս լրատվական, թեև ես գիտեմ, որ լրատվականի հետ կապված էլ վերապահումներ ունեն իր լրագրողական շրջանակում, բայց ես ինչքան խոսել եմ պարոն Մովսիսյանի հետ, ինքը ասում է, որ ընդդիմադիրներն են մերժում այդ բաներին, եթերներին ներկայանալ։ Ազարյան, արդյոք խնդրահարույց չէ Նիկոլ Փաշինյանի 50 րոպեանոց ելույթը միաժամանակ հեռարձակել
եւ հիմնական առաջին ալիքով եւ լրատվական ալիքով։ Սա ռեսուրսի ակնհայտ չարաշահում է։ Սրա դեմ պայքարեք դուք եւ պարոն Գաբրիելյանը։ Պարոն Կիրակոսյան, ես չգիտեմ հետևում եք թե չէ, բայց այդ հարցերի հայ Հովհաննես Մովսիսյան, որ գալիս է բյուջեի քննարկումներին, այս ամբողջ տարի դիմադիրները հելնում են ամբիոնից խոսում են, էս արեց, այն արեց։ Նախընտրական շրջանում Ռուբեն Ռուբինյանի 3 րոպե ավելի տրամադրեց քարոզի համար։ Բան գալիս է Հովհաննես Մովսիսյան, մի падգամավոր էր ներկա բյուջեի քննարկմանը Հովհաննես Մովսիսյանի հետ։ Մենակ ես եմ ներկա եղել։ Ես եմ Հովհաննես Մովսիսյան, քարոզ արշավի վերաբերյալ, քաղաքական բազմազանության վերաբերյալ, այդպիսի հարցերի վերաբերյալ հարցեր ուղղել եւ իրենց խոստումներ ստացել։ Ես կխնդրեմ նաեւ դուք լրագրողներ եք բացեն այդ քննարկումները, եկեք, այդ հարցերը ուղղեք, եկեք բոլորով միասին տեսնենք ինչ խնդիրներ կա, լուծենք։ Նայած չի որ ես կամ պարոն Գաբրիելյան կամ պարոն Մովսիսյան խուսափում ենք նկատել մեր խնդիրները։ Եթե կան այդպիսի, գնանք լուծման ճանապարհով։ Հիմա կոնկրետ դրվագի վերաբերյալ մեկնաբանություն անել չեմ կարող, բայց վստահ եմ, որ կան թերություններ եւ կարելի է ուղղել, մենք բան չենք, ինադու չենք անում։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան Ես հարցազրույցի համար։